Փաշինյանը հավատացնում է, թե հայ գերիների վերադարձը Բաքվից եւ սիրիացի երկու վարձկանների արտահանձնումը Սիրիա կապ չունեն իրար հետ։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Չորեքշաբթի 4 հայ գերիների վերադարձի մասին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից ընդամենը 6 րոպե հետո էր Արդարադատության նախարարությունը հայտնել, որ 44-օրյա պատերազմում հայերի դեմ կռված երկու վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Ըստ վարչապետի, սիրիացի վարձկաններին հայրենիք վերադարձնելով Հայաստանը բարեկամական ժեստ է արել Սիրիային, որ սիրիահայերի շուրջ նպաստավոր մթնոլորտ ձևավորվի։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Փաշինյանի ոչ մի բառին չեն հավատում նրա անդիմախոսները, պնդում են խիստ անհամաչափ գործարք է եղել, ըստ էության ահաբեկիչներին փոխանակել են անմեղ հայ գերիների հետ։ Ինչ է ուզում Փաշինյանը ապացուցի, որ բացառապես իր գեղեցիկ աչքերի համար են վերադարձրել գերիներին։ Հիմա դա փաստ է, ի՞նչն է ուզում հերքի։ Ուզում է ճշմարտությունը, այսինքն որ ինքը դրա դիմաց երկու վարձկան է տվել դա մոռանա հանրությունը ու բացառապես շնորհակալություն հայտնի Փաշինյանին, որ գերիների 4-ին, այսինքն 1/8 մասին հաստատված գերիների 5 տարի անց կարողացել է վերադարձնել ինչ-որ բան էլի տալով։ Պատգամավոր Վարդանյանը, ինչպես ամեն հայ, շատ ուրախ է, որ մեր 4 հայրենակիցները վերջապես ազատվել են Բաքվի բանտի անմարդկային տառապանքներից։ Բարի գալուս մեծ ուրախություն է բոլոր ընտանիքների համար եւ ամբողջ հասարակության համար, անձամբ իմ համար էլ։ Բայց եթե Վագիվ Խաչատրյանը, Վիգեն Էրուչեկջյանը, Գևորգ Սուջյանը եւ Դավիթ Դավթյանը իրոք խաղաղության գործընթացի արդյունքում են վերադարձել, ինչու մյուս 20 գերիները եւս տանը չեն, հարցնում է պատգամավորը։ Ըստ նրա, գերիները պետք է անմիջապես ազատ արձակվեն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո եւ ոչ թե ընտրարշավից մի քանի ամիս առաջ։ Եթե Հայաստանում փաստացի ընտրություններ չլիներ, ինչ էր լինելու։ Այդ գերիները եւս 5 տարի էին մնալու Բաքվի բանտում։ Վարդանյանի համոզմամբ Ալիևն ու Էրդողանը փորձում են վերականգնել Փաշինյանի վարկանիշը, ապահովել նրա իշխանության վերարտադրությունը առաջիկա ընտրություններում։ Ալիևը եւ Էրդողանը վերածվել են Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շտաբի պետի ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Բոնուսները, որ փորձում են տալ Փաշինյանին ու դրա մասին հայտարարում են, գիտեք։ Ըստ պատգամավորի, սա ուղիղ միջամտություն է Փաշինյանի պատկերացրած ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին ու պետք չէ մեր 4 հայրենակիցների վերադարձը հանրությանը վաճառել որպես աննախադեպ դիվանագիտական հաղթանակ։ Գերիների հարցը, գերիների հարազատների զգացմունքները, լայքերի, դիտումների, PR-ի առարկա պետքա չդարձնել։ 4 գերիների վերադարձից հետո Բաքվի բանտերում պաշտոնապես հաստատված 20 գերի ունենք։ Վերջինը Կարեն Ավանեսյանն է գերեվարվել Ստեփանակերտից 2025-ի սեպտեմբերի 14-ին։ Առողջական խնդիրներ ունեցող տղամարդուն մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Երբ կարող ենք սպասել մյուս գերիների վերադարձին։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը կանխատեսում չի անում, բայց լավատես է։ Գերիների վերադարձը կարող է վկայություն լինել, որ կեղծ չէ խաղաղության գործընթացը։ Ճիշտ աշխատանքի պարագայում կարծում եմ հենց միջազգային գործընկերները շահագրգռված կլինեն ապահովելու մարդասիրական խնդիրների լուծումը, որպեսզի հայ-ադրբեջանական հասարակությունների համագոյակցությունը իրատեսական լինի, մարդկային տառապանքների բացառումը կնպաստի առողջ միջավայրի ձևավորման, որտեղ առևտրային եւ այլ ծրագրերը կկարողանան կյանքի կոչվել։ Սիրանուշ Սահակյանը վստահ է, ճիշտ աշխատանքի դեպքում Արցախի ղեկավարությանն էլ կարելի է վերադարձնել հայրենիք։ Իրավապաշտպանի խոսքով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, թե նրանց վերադարձը հնարավոր չէ, զուտ հոգեբանական ճնշման միջոց է գերիների վրա։ 5-6 տարի հետո այս ապօրինի դատավարությունները գուցե անգամ Ալիևին չհետաքրքրեն։
լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ ճիշտ աշխատանքի պարագայում կլինի նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հայրենադարձում։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանության վրա, հատկապես հիմա, երբ Հայաստանում այլևս չկան դատապարտված ադրբեջանցիներ կամ վարձկաներ, որոնց հնարավոր կլինի փոխանակել մեր գերիների հետ։ Միջազգային ներգրավվածությունը կարող է այդ process-ին որակ տալ։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։